Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Խանդանյան այս Իրան-Իսրայել ֆոնին տեղեկություններ չկան, արդյոք Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստ գումարել է։ Ես այդ հարցին արդեն պատասխանեցի։ Հայաստանի կառավարություն եւ անվտանգության խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով քննարկումներ են ունենում եւ քննարկում են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Դուք հայ-առաքելական այդ հնարավոր լարվածությունից բխող ռիսկերի ուղղությամբ աշխատանքները, այսինքն իհարկե գնահատում են Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք շատ կոնկրետ ուսումնասիրում են իրավիճակը եւ գնահատում են ռիսկերը, բնականաբար արվում են Հայաստանին հնարավոր Բնականաբար։ Այսինքն անընդհատ տարվում է աշխատանք, ուսումնասիրվում է իրավիճակը, տրվում են գնահատականներ եւ հնարավոր հակազդման քայլերը։ Բայց այս պահին ես այդպիսի ռիսկ այս պահին չեմ կանխատեսում, չեմ կարող որևէ ռիսկի մասին խոսել։ Պարոն Խանդանյան, այս թեմայի վերաբերյալ մեկ հարց ու արդեն որ գործընկերներս իրենց հարցերին, իսկ քննարկել են արդյոք իշխանությունները անհրաժեշտության դեպքում, քանի որ թե Իրանում, թե Իսրայելում մեծ համայնք ունենք հայերի, ինչ ծրագիր կա անհրաժեշտության դեպքում տարվանցան նրանց։ Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն եւ կարծում եմ, եթե նման խնդիր առաջանա արդեն ցավոք սրտի մենք ունենք այդ փորձառությունը, հա տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, Սիրիայում օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ու այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի արդեն Հայաստանի անպատասխան ինստիտուտները գերատեսչությունները կազմակերպեն հասկացանք, ես էլ պիտի հարց տամ հայրենակիցների մասով, որ մնացել են օդանավականում իրենց։ Այդ խնդիրը եթե չեմ սխալվում լուծվել է, դա ամերիկացի շնորհք ունեցեք ժողովուրդ։ Համեցեք, փայլեք։ Դուք հայ-առաքելական եկեղեցու հետևորդ եք, չէ՞։ Ես մկրտված եմ հայակումը, ես պիտի խոսեմ Բագրատ Գալստանյանի սկսաշարժման մասին, ոչ, դրանից էլ ավելի վաղ է սկսվել եկեղեցու սկսած հակամարտությունը պետության դեմ։ Ես շատ լավ հիշում եմ, օրինակ 2022 թվական, եթե չեմ սխալվում, երբ որ նախագահ Վահագն Խաչատուրյանի երթմնակալության արարողություններ եւ քաղաքական իշխանությունը ներկա չէր այդ ազգային ժողովի հատուկ նիստին, բայց ներկա էր ամենայն հայոց կաթողիկոսը եւ ես դες առաջարկում եմ գնալ եւ լսել ամենայն հայոց կաթողիկոսի ելույթը, դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ է եւ ակնհայտ է, որ եկեղեցին առնվազն քաղաքական իշխանության, բայց ես նաև կպնդեմ, որ պետության դեմ բավականին վաղուց պայքար է սկսել։ Պետք է ինչու պետությանը խոսի եկեղեցին երկրի այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին օրինակ այն ժամանակ Արցախի հարցը կար եւ այլ անվտանգային ու մարտահրավերներ կար։ Բնականաբար Հայաստանում ուզում եք լրություն պահպանել։ Չէ, բնավ ոչ, բայց նաև եկեղեցին պետք է մնա իր լիազորությունների, իրավունքների, խնդիրների շրջանակներում եւ ակնհայտ է, որ այդ շրջանակներից դուրս է եկել եւ սկսել է քաղաքական ես ասում եմ իրենց հայտարարություններով դրանք քաղաքական պայքար են սկսել, այսինքն կուսակցական գործունեություն են սկսել ավելի շուտ։ Ես կուսակցություն նկատի չունեմ որևէ կուսակցության նկատի ունեմ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ է զբաղվել եկեղեցին։ Մենք բերել ենք օրակարգ հարց, որ յուրաքանչյուր ինստիտուտ, որը կա Հայաստանում, պետք է լինի իր լիազորությունների սահմաններում եւ նաեւ այնպիսի ինստիտուտներ, որոնք առնչվում են բազմաթիվ Հայաստանի քաղաքացիների հետ, այդ թվում հայ-առաքելական եկեղեցին, պետք է ուժեմ պետությունը եւ քաղաքական իշխանությունը Հայաստանի ցանկանում է որպես որը օգետ անում հայ-առաքելական եկեղեցու հետևորդների համար ցանկանում է որ հայ-առաքելական եկեղեցին լինի որպես հոգևոր կրոնական կառույց պետք է լինի ուժեղ եւ մեր նպատակը ուժեղացումն է ուժեղացնելը ես կարծում եմ որ կաթողիկոսը չի ըստ էության
ձեզ հայտնի տեղեկությունների բերումով խախտել է եկեղեցու կաթողիկոս լինելի, մամուլի ես կառաջարկում եմ այն հարցերը, որոնք հնչում են։ Չէ, ներողություն, դուք ասացիք ձեզ հայտնի տեղեկություններ։ Դուք հիմա երրորդ հարցը տվեցիք, հիմա չգիտեմ, ձեր երեք հարցերից որևէ մեկին պատասխանեմ, հիմա թույլ տվեք, ես կպատասխանեմ այն հարցին, որին ուզում եմ։ Ես առաջարկում եմ, որպես քանի որ կան հարցեր, որ հարց են չէ, հանրային հարց է հնչել, որ Այսինքն իմ հարցին չի խուսափել։ Ոչ մի հարցի չեմ խուսափել, որևէ հարցի չեմ պատասխանել, Նարեկ, որովհետև ընդհատում եք ինձ։ Այսինքն եթե ճեպազրույցի ընթացքում հարց են տալիս, դուք պետք է հունից դուրս գաք, սա նոր գործելավու չէ։ Երբ որ ավարտեք ձեր խոսքը, ես կսկսեմ պատասխանը եւ դուք մինչեւ վերջ պետք է լսեք։ Ես լսում եմ ձեր պատասխանը, բայց նաև հարցը։ Հիմա ես կարող եմ պատասխանել, չընդհատեք։ Իսկ դուք չգործեք։ Ես ուրեմն եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ հնչել է հանրային հարցադրում։ Այդ հարցադրմանը եկեղեցին մինչև այս պահը չի պատասխանել եւ ես շարունակում եմ այդ հարցադրումը արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ ես ակնկալում եմ եկեղեցուց պատասխան եւ ես նաեւ ձեզ եմ առաջարկում որպես հարցեր տալու ամենալեգիտիմ ինստիտուտ մամուլ, չորրորդ իշխանություն, այդ հարցը դուք եւս ուղեք եկեղեցուն եւ եթե պատասխան եւ եթե ունենակ պատասխան եկեղեցուց, այդ ժամանակ արդեն կքննարկենք Խանդանյան օրինակ նշում են հանրություններ, հա դա ակնհայտ է փաստորեն դրա խոսում, որ այդ հարցը իշխանությունը սկսեց մտահոգել մայն այն բանից հետո, երբ կաթողիկոսը խոսեց Շվեյցարիան արցախցիների մասին եւ Փաշազադեի հայտարարությունը եղավ դժգոհություններ։ Ես խնդրում եմ էլի այդ մանիպուլատիվ բաները, թե չէ կաթողիկոսը բան երեք է սկսել արցախահայերի մասին խոսել կամ այդ հայտարարությունները երեկվանից են։ Ես նորից եմ կրկնում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ առաքելական եկեղեցու որոշ շրջանակներ կաթողիկոսի գլխավորությամբ զբաղվում են ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ։ Եվ այդ ընդդիմադիր բնավ պրոբլեմ չի Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելը, բայց երբ որ դու քեզ հռչակում ես կրոնական կազմակերպություն եւ որը ամենամեծ կրոնական կազմը, որը հատուկ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա դու պետք է հետևես այն կանոններին, որոնց գրել ես։ Սա պարոն Խանդանյան, եւ եթե եկեղեցականները այդ թվում դրսում լայն աջակցություն ունեն, նկատի ունեմ հոգեվորականությունը, թե Հայաստանում թե դրսում աջակցում են կաթողիկոսին, այդ ինչպես են պատրաստվում այդ ամենը։ Ես կարծում եմ, որ հանրությունը եւս շատ հստակ դիրքորոշումներ ունի եկեղեցու որոշ սպասավորների, այդ թվում կաթողիկոսի վերաբերյալ, եւ ես այդ հստակ դիրքորոշումը եւ վերաբերմունքը լայն աջակցություն չէի անվանի։ Մենք որպես քաղաքական գործիչներ շփվում ենք եւ դուք էլ եք շփվում մարդկանցից եւ Կովկասյան բարոմետրը այլ բան էր ասում, պարոն Խանդանյան, Կովկասյան բարոմետրի հարցումները լրիվ այլ բան են։ Սոցիոլոգիայի մեթոդոլոգիայի մեջ չմտնենք, էլի, ասենք, դուք շփվեք, դուք դեռ շրջապատի բանի հետ որ շփվում եք, դες լայն աջակցություն է վարում Հայաստան։ Եթե լայն աջակցություն վայելեին, անցած տարվա այդ այսպես կոչված սրբազան շարժումը այլ բան կունենար, որը լայնորեն աջակցություն էր վայելում եկեղեցու կողմից։